Նա այսօր խաղում է Վալերիո Վիմերկատի փոխարեն։ Պաշտպանությունում հետևյալ ֆուտբոլիստներն են՝ համար 5 Ժորդի Թութուարիմա, համար 26 վերադարձել է Ալեքսանդր Միլկովիչը եւ համար 19 Վասպուրակ Մինասյան։ Կիսապաշտպանությունում են անվանի լեգիոները Նոայի գլխավոր մարզիչն է Հայկ Հովանեսյանը, մարզչի պարտականությունները կատարում է Ռոբերտ Արզումանյանը։ Նոան միանգամից նետվում է գրոհի աջ եզրով, տեսնենք ինչպես կավարտվի, փոխանցում արված եւ գոլ։ Միանգամից բացվում է հաշիվը եւ միանգամից պատասխանում է իմ խոսքերին Փոլ Գլադոնը, խփելով իր առաջին գնդակը Հայաստանի առաջնությունում։ 1 գրով բավարար եղավ Նոային այս խաղի հաշիվը բացելու համար։ Շատ արագ զարգացած գրոհ, նույնիսկ Ռոբերտ Արզումանյանը կարծես չհասցրեց մտնել խաղի մեջ եւ իր թիմը արդեն ահա այսպիսի հաճելի անակնկալ մատուցեց իրեն 1-0։ Հիմա կտեսնենք կրկնապատկերը, կհասկանանք ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ։ Արարատի ֆուտբոլիստներն էլ առայժմ չեն հասցրել ուշքի գալ, սա իհարկե ծանր մեկնարկ է Արարատի համար։ Ահա այստեղ հարձակվողների համագործակցությունը եզրից ճեղքումը կատարեց Իլիաս Ալհաֆտը, փոխանցում եւ ընդամենը 1 հպում Պոլ Գլադոնը գնդակը ուղարկեց դարպասը։ Այստեղ իհարկե անվստակ գործեց Նեմանյա Լեմայիչը, որովհետեւ հարվածը ինչ որ վիրտուոզ հարված չէր, նույնիսկ կարելի ասել այս դիրքից այնքան էլ լավ չհարվածեց Գլադոնը, որովհետև միանգամից մի քանի փոփոխություններ, բայց այդ մասին հետո, որովհետև աչից կրկին գրոհում է Նոան, հարված, շատ վտանգավոր էր եւ եթե այդ վստահությունը չկա, ապա թիմը միանգամից զգում է դա ու նույնպես լարվում է։ Այստեղ Մաֆումբին ցույց տվեց, որ ամեն ինչ վերահսկում է։ Ռազմիկ Հակոբյան արված, ահա եւ Մաֆումբին էլ լրջորեն գործի մեջ մտավ այն որակին, որ պիտանի լինի ոչ միայն իր ակումբին, նաեւ ազգային քաղաքականին կրկին անկյունային իրավունք է ստացել Արարատը, անկյունայիններից մեկը շատ վտանգավոր իրացրեց այս թիմը եւ այս մեկն էլ կարող է վտանգավոր ստացվել, արված եւ նորից Մաֆումբի ու նորից չի կարողանում գնդակը պահել դաշտի սահմաններում։ Եվս մեկ անկյունային, ավելի շատ երևի թե Արարատը հենց սպասում էր Նոայի գրողներին եւ իր պլանը կառուցում ես դրա, վտանգավոր արված եւ 2-0, ոչ։ Խաղից դուրս վիճակում է Ալեքսանդր Միլկովիչը, թեև ինքը անձամբ համաձայն չէր դրա հետ, կասկածում էր ամեն դեպքում ըստ ձեռքի շարժումի այդպես կարող ենք դատել, բայց մրցավարը ամեն ինչ շատ վստահ ցույց տվեց եւ վառն էլ հիմա լրացուցիչ ստուգում երևի թե կանցկացնի, թեև այստեղ այդքան ակնհայտ չէր ամեն ինչ, ավելի շատ տպավորություն էր, որ վերջին պահին արագացավ Ալեքսանդր Միլկովիչը եւ գնդակն ուղարկեց դարպասը։ Հենց դա է պատճառը, որ հիմա Յուրա Մարտեսյանը թույլ չի տալիս խաղարկել, առայժմ դադար է, որի ընթացքում վառը ավելի մանրակրկիտ կերպով ինչքան երկար է դադարը, այնքան կարելի է ենթադրել, որ կարճ է այն տարբերությունը, որ առկա է վերջին պաշտպանի եւ գոլ խփած ֆուտբոլիստի միջև եւ հաշվարկվում է, գրանցվում է գոլը Ալեքսանդր Միլկովիչին 2 կարմիր քարտերից հետո շնորհավորենք խփած գնդակի արդիվ։ Եվ 2-0 սա արդեն շատ ավելի լուրջ առավելություն է եւ ինչ որտեղ երևի թե սա նշանակում է, որ հեշտ խաղ է ստացվում Նոայի համար, որովհետեւ շատ գրոհներ ձեռնարկեց Նոան այս 2 գոլը խփելու համար, առաջին իսկ գրոհով գոլ, այնուհետև մեծ հաշվով կարող են ահա եւ գծված գծերը եւ այստեղ երևում է, որ Բաղրամյան շատ թեթև է ընդունում գնդակը Բաղրամյանը, այդ առումով շատ գեղեցիկ է նրա խաղը, հարված, բրավո Լեմայիչ, այս անգամ ավելի Միլկովիչը Արարատը փորձում է
բարձր պրեսինգ գործի դնել, բայց առայժմ շատ լավ են վերահսկում գնդակը Նոայի ֆուտբոլիստները, հիմա էլ կարող է վտանգավոր լինել Գլադոն, հարված եւ փրկում է իր թիմին, փրկում է Վոլոդիա Սամսոնյանը։ Մեծ հաշվով ամեն ինչ ճիշտ է համարեց, որ պետք է շարունակել խաղալ։ Թեև կարմիր քարտի որոշման համար դա էական դեր չի խաղում։ Կանոնների խախտում կարող է չնշանակել, բայց քարտ ցույց տալ։ Եվ այսպես շատ երկար դիտարկելուց հետո այս դրվագը ինչ որոշում է կայացնում Յուրա Մարտեսյանը։ Կարմիր քարտ Մզուղին, հայո։ Կարմիր քարտ Ռայեն Մզուղին, Արարատի կենտրոնական պաշտպանին, Արարատը մնում է 10 ֆուտբոլիստով եւ սա փաստացի սպանում է ինտրիգա այս խաղում, առանց այդ էլ 11 հաղթել է Նոան։ Ալհարդ, փոխանցում կենտրոն, բաց է թողնում գնդակը Մեթյուն, արված եւ 3-0։ 3-0, Գլադոնը դառնում է դուբլի հեղինակ, շատ վստահ եզրափակեց, թեև նա այնպիսի դիրքում էր ստացել գնդակը, որ դա այս մակարդակի խաղացողի համար պետք է որ բարդություն չներկայացներ էր։ Եվ վերջ այն ինչ պահանջվում էր ապացուցել կարմիր քարտից հետո սա մեծ հաշվով անխուսափելի զարգացում էր։ Ստացավ միայնակ գնդակը առանց հսկողության, քայլ առաջ եւ ուժեղ հարված դեպի անկյունը Լեմահիչը այստեղ անկարող էր փրկել իր թիմը։ Գոր Մալաքյանը լքում է խաղադաշտը, իր տեղը զիջում է մի կողմից դարպասապայի սխալը, երկրորդ գոլի դրվագում պաշտպանների սխալը, Արարատը կնետի եզրից եւ արդեն վայրկյաններ անց եւ հենց հիմա Յուրա Մարտեսյանը ազդարարում է այս հանդիպան ավարտը։